Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Նախքան այսօրվան պատրաստած հոգեվոր նախաճաշը ցեզի հրամցնելը, գուզեմ սիրելներ ուրախությամբ ասել, որ այսօր հայաստանյաց արաքելական մեր Սուրբ Եկեղեցին գբանձացնե այն օրտնյալ ուրախության ավետման օրը, որ երկինքեն Գաբրիել հրեշտակապետը եկավ եւ մարդկության փրկության ավետիս տվավ Սուրբ Գույս Մարիամին, ասելով ուրախացիր, շնորհալի Գույս, որովհետեւ Աստված քեզի հետ է, ահա Սուրբ Հոգիեն պիտի հղանաս եւ զավակ պիտի ծնիս, անիգա Փարցիալ Աստուծո որդին է, պիտի գոչես զայն Հիսուս, որ կնշանակե փրկիչ, որովհետև մարդկությունը մեզ պիտի փրկե մեղքի կերութենեն եւ անոր պիտի դրվի Դավիթի աթոռը եւ անոր թագավորությունը անվախճան պիտի ըլլա։ Ահա սիրելիներ, ապրիլ 7-ին մենք գտոնենք ավետման այդ դոնը, հետևաբար այս դոնը մեր մարդկության փրկության ավետման օրն է եւ Աստվածամայրը աչքին դիմաց ունենալով ահագին դժվարություններ չմերժեց, այլ ասավ ես Աստուծո աղախինն եմ, քու սածիդ պես թողլա։ Եվ երբ Աստվածամայրը այդ ավետիսը ընդունեց, ահա սիրելիներ, մեր մարդկության փրկության սկիզբը դրվեցավ։ Աստվածամայրը դարձավ այն գինը, որ Աստված սկիզբեն առաջին օծին ասած էր, թե քու եւ գնոջ, քու սերունդիդ եւ անոր սերունդի միջև թշնամություն, հագարակություն պիտի տնեմ։ Անիգա գլուխդ պիտի չախչախե եւ թուն անոր քարշաբարը գրունգը պիտի խայթես։ Ահա Աստվածամայրը ինք եղավ այդ գինը, որ մե ծնող սերունդը, այսինքն Քրիստոս, սատանային գլուխը պիտի չախչախեր եւ սատանան անոր գրունգը խայթեր, այսինքն Քրիստոսը խաչին դակ պիտի փորձեր զին գլանել, բայց պիտի չաճողեր։ Եվ Քրիստոս խաչին վրա մեր բոլորի մեղքերը պիտի առներ սիրելներ իր վրա եւ իր տապած արյունով կավություն պիտի բարգեւեր մեր բոլորին։ Փառք Տիրոջ Սուրբ անվան, օրտնյալ ըլլա Աստվածամայրը բոլոր կանանց մեջ, որովհետեւ հնազանդեցավ Աստուծո կամքին եւ հաջեցավ մայր ըլլալ Փարցիալ Աստուծո որդին Հիսուս Քրիստոսի։ Ավետման դոնը շնորհավոր լա, ամենք սալ սիրելներ Աստվածամոր հնազանդության այս հոգին ունենանք Տիրոջ խոսքին դիմաց եւ միշտ ասենք ես Տիրոջ աղախինն եմ, ես Տիրոջ ծառան եմ, ինչպես որ Տերը գսե, այդպես թողլա։ Ահա մենք այս մեծ բահոց երկու շաբթի եւ երեք շաբթի օրերուն սիրելներ խոսեցանք ցեզի ներգայացուցի Աստվածաշունչի բացմության մասին։ Թե ինչպես, թե ինչ է նախ Աստվածաշունչը, Աստուծո խոսքն է, թե ինչպես Աստվածաշունչը 5 դագարանը կանոնի վերածվեցավ, եւ թե ինչպես ինչ լեզվով գրվեցավ եբրայերենով, որոշ մասեր միան արամերենով, նաեւ սիրելներ խոսեցա նոր դագարանի մասին, խոսեցա ցեզի թե երբ անոնք գլուխներու վերածվեցան հին եւ նոր գդագարանները, երբ համարագալվեցան, համարները ստացան, այս բոլորի մասին խոսեցա, իսկ վերջին անգամ ցեզի խոսեցա 70-ից հունարեն թարգմանության մասին եւ այլ հունարեն թարգմանությանց մասին։ Լավ գլավոր նախքին ուրեմն դեսահոլովակները թիդեք, գրնակ գայքեչիս վրա հադու գլխագարկում գա Աստվածաշունչի բացմություն անունով, այնտեղը դիտել բոլոր նախքին դեսահոլովակները։ Այսօր ցեզի պիտի խոսիմ սիրելիներ
Աստվածաշունչի ուրիշ հնագույն թարգմանություններու մասին։ Եվ վաղը պիտի խոսիմ նոր թարգմանություններու մասին եւ այդպիսով պիտի ավարտեմ։ Ուրեմն հունարեն թարգմանության մասին խոսել է յետք, նախ այսօր սիրելիներ խոսիմ թե աշխարհի մեջ ինչ լեզուներով թարգմանվեցավ Աստվածաշունչը, ամենեն հին թարգմանությունները։ Առաջինը արամերեն դարգումներն են։ Դարգում կնշանակե թարգմանություն։ Ուրեմն հիշեցեք, երբ որ գխոսեի ցեզի եբրայեցի ժողովրդի մասին, թե ինչպես 5 դագարանը կանոնական քիրքերը լան, երկրորդական քիրքերը լան, գրված էին եբրայերեն լեզվով, եւ ժողովուրդը այդ լեզվով գխոսեր։ Մինչև Բաբելոնի քերություն։ Բաբելոնի քերության երբ որ ուղարկվեցան, դարվեցան եբրայեցիները 70 տարի այնտեղ մնացին, իրենց եբրայերեն լեզուն մոռցան եւ սկսան խոսիլ քախտերեն կամ արամերեն։ Հետևաբար, երբ Բաբելոնի քերութենեն վերադարձան, ժողովուրդը եբրայեցի չեր հասկնար Աստվածաշունչը իր 5 դագարանը։ Ըստիված քահանաներ, ռևդացիներ գթարգմանեին զայն արամերենի, այսինքն ժողովրդական այն խոսակցական լեզվին, որով ժողովուրդը այդ օրերուն գխոսեր։ Եվ գգարտանք օրինակ Նեհեմիայի մեջ, թե այս մասին թե ինչպես ժողովրդի հասկանալի լեզվով գթարգմանեին։ Օրինակ Նեհեմիայի 8-րդ գլխու մեջ գսվի որ թե ինչպես Եզրասը ինք օրենքը բոլոր ժողովրդին թիմած ընթերցեց եւ անուներ գիշ այստեղ պիտի գարտամ ցեզի 7 եւ 8 համարները գսե Հեսուն, Փանին, Սարափյան, Համինը, Ագուղը, Սապետան, Օվթյան, Մասյան, Գովզիդան, Ազարյան, Հովզապաթը, Անանը, Փաղայան, ուղևդացիները օրենքը ժողովրդին գահասկցնեին եւ ժողովուրդը գարկով գեցեր էին, ուրեմն գարկով շարված էին եւ այս բոլոր մարդիկը եւ ղևդացիները ժողովրդին գահասկցնեին օրենքը 8-րդ համար, անոնք Աստուծո օրենքի գիրքը հստակ գերբով գարտացին ու մեկնելով գարտացածնին հասկացուցին։ Ուրեմն եբրայերեն արամերեն գմեկնեին, անորամար դարգում թեև կնշանակե թարգմանություն, բայց ոչ այսօրվա մեր հասկացողության փարացի թարգմանություն, այլ երբեմն սիրելներ այդ թարգմանության մեջ իմաստային թարգմանություն գտնեին, երբեմն բզդիկ բաներ մգավելցնեին, որբեսի ժողովուրդը հասկանար Աստուծո օրենքը։ Եվ ասիկա կդարվեցավ Բաբելոնի քերութենեն յետք։ Եվ այս բերանացի թարգմանությունները շարունակվեցան սիրելիներ մինչև Քրիստոսի յետք առաջին դարուն։ Եվ հետաքրքրական բանը սեմցեսի։ Երբ Քրիստոս խաչին վրա խաչվեցավ, գիշեք այնտեղ 22-րդ Սաղմոսի առաջին բառերը ասավ. Էլի, Էլի, լամա սապակտանի։ Հետաքրքրական է, որ Հիսուս այս խոսքը արամերեն ասավ, որովհետև հիշեցեք, Հիսուս ինքալ ժողովրդին արամերենով գխոսեր, արամերեն լեզվով գխոսեր, որովհետեւ ժողովուրդը հասկանար։ Ուրեմն Հիսուս ասավ. Էլի, Էլի, լամա սապակտանի։ Իսկ անոր եբրայերենը հետևյալն էր. Էլի, Էլի, լամա ազավտանի։ Կտեսնեք, որ նույնիսկ Հիսուս արամերեն ուրեմն խոսեցավ, արամերեն արտասանեց Սուրբ Գիրքը, որբեսի հասկանալի լար այդ օրերուն ապրող մարդոց։ Եվ թարգումներու բոլոր քրությունները մեզի հասած չեն, թեև անոնք քրի արդված էին, բայց մեզի ասած չեն, եւ որ մերյալ ձովեն ծերակիրներ գտնվեցան, այնտեղ բավական թարգումներ գտնվեցան սիրելներ։ Եվ թարգումներու մեջ մեկնողական դարեր կներկայանան։ Օրինակ, հրյաները Աստուծո անունը
գվախնային իրենց փերանը առնել թադարկ գերբով։ Անոր համար Եհովա անունը չէին կործածեր։ Ահա տարգումներու մեջ գործածեն մեմրա փարը Աստուծո անունին փոխարեն, որբեսի խուսափեին Աստուծո անունը դալու, հետևաբար երբ որ գասնեին Եհովա փարին, Յահվե փարին, ամիջապես մեմրա գթարգմանեին, եւ մեմրա կնշանակե փանը, խոսքը, հետաքրքրական է, չէ՞, որովհետեւ Քրիստոս ինքն ալ կգոչվի փանը, խոսքը։ Նաեւ սիրելներ, այս դարգումներու մեջ գսկուշանային թարգմանիչները զաստված մարտագերբ ցևով ներկայացնել։ Անոր համար մեկնողական ցևով գթարգմանեին եւ երրորդ կետը որոշ դարգումներ բնակրի լուսապանության համար դեղ գարջ կամ երկար բացմություններ գավելցնեին եւ այդպես ալ դարգումները արամերեն դարգումները սիրելներ ավելի ընդլայնված եղած են սուրբ եբրայերեն սուրբ քիրքեն։ Բազմաթիվ ուրեմն խմբակրություններ եղած են դարգումներու գլխավոր 3 դբրոցներու կողմէ առաջինը եւ 3 դալ բաղիստինի մեջ եղած են գրված են այս դարգումները առաջինը սիրելներ օնգելոսի դարգումն է այս Քրիստոսի երկրորդ եւ երրորդ թարերուն քրի առնված է հնկամադյանի այսինքն 5 դագարանի առաջին 5 քիրքերու արամերեն այս թարգմանությունը վերջը Հովնաթան բեն Ուզելի թարգումը որ ավելի սիրելներ ասենք թե առաջինը օնգելոսինը փարացի թարգմանություններ արամերեն լեզվով իսկ այս երկրորդինը Հովնաթան բեն Ուզելինը ավելի ազատ թարգմանություններ եւ երրորդ ուրեմն թարգմանությունը արամերենի սամարական թարգմանություն է եւ գիտեք որ սամարացիները միայն առաջին 5 քիրքերուն գահավադային գտնունեին առաջին 5 քիրքերը ծննդոց ելից ղևդացված տվոց երկրորդ օրինաց հետեւաբար այդ թարգմանությունը որ ավելի ուշ եղած է 4-րդ Քրիստոսի յետ 4-րդ տարեն բայց այս բոլոր ուրեմն խոսակցական թարգումները սիրելներ եղած են Բաբելոնի քերութենեն յետ բայց քրի արդված են երկրորդ, երրորդ եւ 4-րդ Թարուն Քրիստոսե յետ։ Միայն ասեմ որ 5 դագարանի քիրքերը որ իրենց ամբողջությամբ արամերենին թարգմանված է միայն 3 քիրքեր կան որոնք չեն թարգմանված Դանիել Մարգարեի քիրքը, Եզրայի քիրքը եւ Նեհեմիայի քիրքը ինչու ասոնք չեն թարգմանված որովհետեւ Բաբելոնի քերության ժամանակ գրված են սիրելներ եւ ադոնք արդեն իսկ արամերենով գրված էին ադորամար բնականաբար չէին ուրեմն թարգմանված նաեւ ասեմ որ երբ որ արամերենը նահանջեց եբրայցի ժողովրդի մոտ եւ արաբերենը անցավ այլևս այդ թարգմանությունն ալ արամերեն թարգմանությունն ալ ժողովրդի մոտ հрья ժողովրդի մոտ թատրեցավ կորզածվել է Խոսիմ մացեզի ասորերեն թարգմանության մասին ասորերենը սիրելներ արամերենի մեկ փարփարներ եւ դարբերակներ եւ գխոսվեր արեմդյան միջակետքի մեջ Եթեսիայի շրջանին մեջը արամերեն քանի մը թարգմանություններ դեղի ունեցան առաջին թարգմանությունը աստվածաշունչի Քրիստոսի յետ երկրորդ թարու գեսունը սկսավ եբրայերեն աստվածաշունչը սկսավ թարգմանվել սիրելներ 5 դագարանի եւ երրորդ թարուն արդեն ամբողջ 5 դագարանը եբրայերենեն թարգմանվեցավ ասորերենի եւ Եփրեմ ասորի խուրին մեծ ուրեմն քրող քրիստոնյա քրող արդեն գվգայե 4-րդ տարում որ ամբողջ աստվածաշունչը ասորերենի թարգմանված է եւ որովհետեւ 5 թարգմանությունը գդարված է դարբեր անցերու կողմէ եւ միօրինակություն չուներ հետեւաբար որոշվեցավ սիրելներ որ ավելի սրբակրված թարգմանությունը գդարվի եւ 5-րդ տարու առաջի քառորդին Միջակետքի Եթեսիա քաղաքի եպիսկոպոսը Ռապուլան ինքը այս անգամ 70-ից թարգմանության վրայեն 5 դագարանը
գսրփակրե եւ քեղեցիկ թարգմանության գվերածե։ Այս արագ թարգմանությունը, որ գդարվեցավ ասորերենի, այս առաջին թարգմանությունը գգոչվի ասորերենով Բեշիտա թարգմանությունը սիրելներ, որ իրականության մեջ գնշանակե ժողովրդական թարգմանություն, Բեշիտա գրամ գնշանակե բարձ թարգմանություն, հասկանալի թարգմանություն, որովհետև ատկե վերջ պիտի տեսնենք, որ պիտի գդարվի փարտ թարգմանությունը ասորական վեցիչյանը, որում մասին Որոքինեսի համար խոսեցա, թե 6 սյունակները գազմված ուրեմն թարգմանությունը ռավ Որոքինեսը եւ 5-րդը 70-ից թարգմանութենեն էր, այս ասորիները սիրելներ ավելի փարտ թարգմանությունը գազմեցին 6-րդ տարուն վեցիչյանեն օգտվելով Որոքինեսի։ Եվ Բեշիկտայի մեզի հասած ամենեն հին ծրագիրը 442 թվականեն ուրեմն մեզի հասած է, իսկ 1645-ին այս Բեշիկտայի առաջին թարգմանությունը ասորական դպվեցավ 1645-ին Փարիզի մեջ։ Բացի այս Բեշիկտա թարգմանութենեն նաև Ֆիլոքսենոս Մապուգեցի թարգմանությունը գա սիրելներ, ասիկա 6-րդ տարուն ապրող Մապուկ քաղաքի եպիսկոպոսներ, որ հունարենի 70-ին վրա փորձեց նորեն թարգմանել ասորերենը, ապա ատկե վերջը Պաղեստինյան թարգմանությունը գա, որ 4-րդ տարու սկզբնավորության նորեն թարգմանվեցավ հին գդագարանը, ուրեմն արամերեն փարփարեն ներողություն արամերեն փարփարեն թարգմանվեցավ Պաղեստինյան այս թարգմանությունը ասորերենի եւ վերջապես ասորական թարգմանությունը Վեցիչյանի 70-ից բնակրին, որսի Որոքինեսի 5-րդ սյունագի 70-ից թարգմանութենեն 7-րդ տարուն թարգմանվեցավ Հերակլիայի Թովմաս եպիսկոպոսին գողմե։ Անցնիմ լատիներեն թարգմանության։ Լատիներենն ալ նույնքան հին թարգմանություն է, որքան ասորերենը։ Չմոռնաք, որ Հիսուսի խաչին վրա 3 տարբեր լեզուներով գրված էր. եբրայերեն, հունարեն եւ լատիներեն, որովհետեւ լատիներենն ալ տարածված միջազգային լեզու էր հունարենի նման։ Հետևաբար երկրորդ տարուն արդեն քանիմը լատիներեն թարգմանություններ եղած են հին լատիներեն, որ գոչվի Vetus Latina, հին թարգմանություններ, եւ Փանասիրության մեջ կխոսվի գլխավորապես 3 տարբեր թարգմանությանց մասին լատիներեն։ Առաջինը սիրելներ ապրիգեի մեջ գդարված թարգմանությունն է, որ գոչվի ապրիգյան բնակիր, Աֆրա անունով ծանոթ է, եթե անոր գուզե փնդրել, եւ այս թարգմանությունը հատկապես Սուրբ Գիբրիանոս հայրաբեդը ինք կործածած է։ Երկրորդ թարգմանությունը սիրելներ ֆրանսական կամ Քաղիայի թարգմանություն է, Քաղիան հին Ֆրանսան է, Քաղիայի թարգմանությունն է եւ ընդհանրապես Լիոնի Երանոս Սուրբ Երանոսի քրությանց մեջ կտեսնենք այդ վուլգատայի այդ հին թարգմանությունը եւ վերջապես սիրելիներ երրորդ թարգմանությունը իդալական թարգմանությունն է, որ ծանոթ է որպես Իտալա եւ այս իդալական բնակիրը կհամարվի ամենեն գադարյալ թարգմանությունը լատիներենի, զոր կործածած է Օկոստինոսը, Սուրբ Օկոստինոսը։ Բայց հին լատիներեն այս թարգմանությունները գադարված էին ոչ թե եբրայերենեն, այլ գադարված էին 70-ից թարգմանութենեն։ Եվ քանի որ տարբեր ժամանակներու եւ տարբեր անցերու կողմէ թարգմանված էր, միօրինակությունը կբացեր այս լատին թարգմանության մեջ։ Այդ ժամանակ Հռոմի եպիսկոպոսը Թամասոսը 382 թվականին 4-րդ տարու վերջավորության գորոշ է, որ լատին մաքուր թարգմանություն ունենա։ Եվ այս կորձը գանցնե
այդ ժամանակ շատ եկեղեցական գիտության մեջ հմդակույն անցին Սուրբ Երոնիմոսին, որ 331-ին 420 թվականին ապրած է։ Եվ Երոնիմոս նախ ավետարանները ուրեմն գվերանայի, գվերասրբակրե, եւ ապա գանցնի 5 դագարանի սամոսներուն, երբ սամոսները գվերանայի, թշկողություն մը գելլե, թշկողության ալիք մը գբարձրանա իր թեմ, որտեւ գսկսին թշկողիլ գրոնավորներ, որ այս Երոնիմոսը փոխանակ լադիներենը մաքուր ցևով թարգմանելու ամբողջությամբ վերանայումի անունին դակ գփոխի Աստվածաշունչը։ Երոնիմոս այս խոսքերը լսել է իդ կորձը գտատրեցնե, գմեգնի Բաղեստին։ Եվ Բաղեստինի մեջը 387-ին գդեղափոխվի Բաղեստինի մեջը եբրայերեն հրյական լեզվին մեջ գմասնակի դանա եւ գսկսի թարգմանել Աստվածաշունչը 5 դագարանը եբրայերեն ուղագի փնակիրեն օգնությամբ այնտեղ գտնվող հрьяաներուն եւ հետաքրքրական է Բաղեստինի Բեթլեհեմ քաղաքի մեջ կգադարի այս թարգմանությունը այսօր սիրելիներ եթե երթակ Բեթլեհեմ հայոց վանքը Բեթլեհեմի մեջ մենք հայերս գիտեք որ թե Հիսուսի մսուրին վրա միշտ աղոտ կնենք քարայրին մեջը եւ թե գողքին մեր վանքը գա մեր վանքին ներքևի մասը մեջտեղ ելած է Սուրբ Երոնիմոսի փածած համալսարանը այսօր մեր ազգի գբատկանի ադիգա ուրեմն այս նույն Երոնիմոսը իր Աստվածաշունչը գավարդե 405 թվականին ճիշտ այն ադեն երբ հայոց քիրերու քյուդը կատարված է եւ նոր մենք հայերս կսկսենք այդ թվականին Աստվածաշունչը թարգմանել եւ եբրայերեն կատարված լադիներեն այս նոր թարգմանությունը որ Երոնիմոսը կթարգմանե թեևս եմ որ իր ժամանակին եւ քանի մը թարերուն բավական ընտիմության գարժնա բայց վերջապես 7-րդ թարուն լադին եկեղեցին պաշտոնապես այդ լադին թարգմանությունը գճանչնա որպես եկեղեցվո պաշտոնական լադիներեն թարգմանություն եւ զայն գգոչե վուլգատա գնշանագե հասարակած այսինքն բարձ ժողովրդին համար կամ հասարակած ցևով թարգմանված եւ այսօր սիրելիներ վուլգատան լադին եկեղեցվո պաշտոնական ընդունած թարգմանությունն է այս բառը եթե ծեր միտքը բահեք վուլգատա հետևաբար գտնակ որ Վատիկանի կամ լադին եկեղեցվո կողմէ ընդունված ծևն է եւ վուլգատան 1455 թվականին աշխարհի առաջին դպակրված քիրքը գրթարնա նույն ինքն դպակրության հնարիչ Գյուտենբերգի ցերկով Գյուտենբերգը երբ գհնարե դպակրությունը դպակիր քիրքը առաջին քիրքը որ գդպակրվի աշխարհի մեջ 1455 թվականին լադիներեն վուլգատա Աստվածաշունչի թարգմանությունն է ուրիշ հին թարգմանություններն է սիրելներ ղբդերեն թարգմանությունը ղբդերենը նոր Եգիպտերենն է ուրեմն անցյալին գիտեք որ եգիպտացիները մեհենակիր գկրեին իրենց քիրերը մեհենակիր էր ապա սիրելիներ այդ մեհենակիրեն գազմվեցավ հունարեն այփուպենեն առնված նոր ղբդերեն այփուպենը եւ նաեւ դեմոտիկ այսինքն ռամգական այփուպենեն 7 նշաններ ավելցուցին հունարեն դարերուն վրա եւ գազմեցին նոր ղբդերեն կամ ղբդերեն քիրերը եւ Աստվածաշունչը թարգմանվեցավ ղբդերենի
6 տարբեր թարգմանություններ եղան, բայց երկուքը շատ կարևոր են եւ երկուքն ալ հիմնված են 70-ից թարգմանության վրային, այսինքն հունարեն թարգմանության վրային թարգմանված է Ղբդերենի։ Առաջինը սիրելներ Սահիդիկ Փարփարով է, Սահիդյան Փարփարով եւ ասիգա վերին Եգիպտոսի կամ հարավային Եգիպտոսի մեջ թարգմանվեցավ 3-4 դարերուն Քրիստոսի հետ, իսկ երկրորդը Բոհայրիկ թարգմանությունն է, Բոհարյան թարգմանությունը, Բոհարյան Փարփարով թարգմանված սիրելներ եւ անիգա գդարվեցավ հյուսիսային կամ վարին գոչված ուրեմն հատվածին մեջը Մեմֆիս քաղաքի մոտադորամար նաև գոչվի երբեմն Բոհայրիկ Փարփարով թարգմանություն կամ Մեմֆիսյան թարգմանություն եւ Մեմֆիսի եւ Ալեքսանդրիայի քաղաքի մեջն է, որ այս թարգմանությունը կատարվեցավ եւ այսօր Ղբդերեն թարգմանությունը այս թարգմանությունն է, որ գործած է Մեմֆիսի թարգմանությունը կամ Բոհայրիկ թարգմանությունը իրենց պաշտոնական ուրեմն Ղբդի ուղղապար եկեղեցու պաշտոնական բնակիրը դարձած է։ Կամ սիրելներ մեր հայոց թարգմանության Աստվածաշունչի հայերեն թարգմանությունը կատարված է այսպես ասած 3 հանգրվաններով։ Առաջինը սիրելներ, երբ որ մենք հայերեն դարեր չունեինք, այո հայերեն խոսեինք, բայց հայերեն դարեր չունեինք, կամ ասորերեն կամ հունարեն դարերը գործածեինք, թարգմանիչներ կային։ Եվ այդ թարգմանիչները գգարտային ասորերեն բնակրին վրայեն կամ հունարեն բնակրին վրայեն Աստվածաշունչը եւ ժողովրդին գթարգմանեին հայերենի, որբեսի մեր ժողովրդի զավակները հասկանային Աստվածաշունչը։ Եվ սիրելիներ, այդ վերջին թարգմանիչներու խումբը նշանավոր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Սուրբ Սահակ Բարտեբի աշակերտները եղան, որովհետև ատկեվերջ քիրուրգիական զարգեցավ, բայց մինչ այդ թարգմանիչներն էր, որ գթարգմանեին եւ ինչ կնեին, թե եկեղեցական պաշտամունքներու ընթացքին, թե ժողովրդին կարոզելու համար, այն ինչ որ Սուրբ Գրիգոր Լուսավորչեն վերջ թարգմանվեցավ Փերանացի գերբով, այդ թարգմանությունը սիրելներ հետաքրքրական գերբով եկեղեցական սաղմոսներու ընթերցանության մեջ բահբանվեցավ երկար ժամանակ եւ այդ թարգմանությունը բավական դարբեր է Աստվածաշունչի քրավոր թարգմանութենեն, որ այս անգամ կատարվեցավ երկրորդ հանգրվանին, երբ որ քիրերու քյուդը դեղի ունեցավ։ Ուրեմն քիրերու քյուդը 404-406 թվականին երբ որ դեղի ունեցավ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջին հերթին, երբ որ հայոց քիրերու քյուդը ստացավ Աստուծմե, զայն ուրեմն փորձարկեց եւ առաջին անգամ թարգմանվեցավ Աստվածաշունչը, որ գիրքեն Արագած գիրքեն։ Այո, հիշեցեք ճանաչել զիմաստություն եւս խրատ իմանալ սպանս հանջարով։ Ուրեմն Սուրբ Մեսրոպ Մաշտոց իր աշակերտներուն հետ անմիջապես քրերու քիդեն յետ փութանագի թարգմանեց Աստվածաշունչը երկու նպատակով, թե քարոզչական իմաստով եւ թե նաեւ եկեղեցական կորձածության համար։ Եվ այս թարգմանությունը կատարվեցավ ասորերեն լեզվեն եւ քանի որ սիրելներ հապջեպ եղավ այս թարգմանությունը, անորամար այս թարգմանությունը մեր ժողովրդի մեջ կամ քրագանության մեջ կգոչվի փութանագի թարգմանություն, որ թերություններ ուներ գադարյալ չեր, մանավանդ որ ասորերեն թարգմանության վրայեն թարգմանված էր։ Եվ անորամար որոշվեցավ գադարել ավելի մասնակիտական թարգմանություն, սրբակրել հետևաբար այդ փութանագի թարգմանությունը։ Անիգա սիրելներ պիտի գադարվեր 532 թվականին։ Ինչպես Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ Սուրբ Սահակ Բարտեվ իրենց աշակերտները ուղարկած էին զանազան քաղաքներ ուսում առնելու։ Ուրեմն քրերու քյուդեն վերջ 425 թվականի մոտավորապես Սուրբ Մեսրոպ Մաշտոց ուրեմն իր աշակերտներեն Հովսեփ Բաղնացին եւ Եզնիկ Կողբացին ուղարկեց Եթեսիա
որբեսի Եթեսիո մեջ ասորի եկեղեցվո հայրերու քրագանությունը հայերեն թարգմանեին։ Երբ անոնք Եթեսիայի մեջ 425-426 թվականներուն կացին եւ թարգմանեցին ասորի հայրերու քրագանությունը, հայրերու գրությունները հայերենի, ատկեվերցիներ անցան Կոստանդնուպոլիս, որբեսի այս անգամ հույն եկեղեցվո հայրերու քրագանությունը հունարենե թարգմանեին հայերենի, եւ այնտեղ անոնց միացան Հովան եկեղեցացին եւ Արցանը, եւ նաեւ վերջ անոնց միացան Ղևոնտ Երեցը, նույն Ղևոնտ Երեցը պիտի լար սիրեներ, որ Վարդանանց ճակատամարտի ժամանակ պիտի ժողովուրդը ոտքի աներ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտ եղած է, եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ցանկը կրող Գորյունը, ուրեմն այս խումբը այնտեղ սորվեցավ հունարենը մասնակիտացավ եւ այնտեղ սիրելիներ Կոստանդնուպոլսո մեջը ուրեմն երբ որ դեղի ունեցավ Եփեսոսի ժողովը, անցան Եփեսոս, Եփեսոսի ժողովը երբ որ դեղի ունեցավ սիրելիներ, ատկե վերջ այնտեղեն փերին հունարեն 70-ից թարգմանության ամենեն գադարյալ թարգմանությունը։ Ուրեմն Եփեսոսի ժողովը 431-ին դեղի ունեցավ եւ այդ դեղի բادرիարքը Մաքսիմիանոս բادرիարքը իրենց տրամադրեց Որոքինեսի այդ գազմած 70-ից թարգմանութենեն ընդիր օրինակը եւ զայն փերին Հայաստան աշխարհ։ Եվ այդ ժամանակ էր որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Սուրբ Սահակ Բարտև 70-ից թարգմանության վրայեն ընդիր գերբով թարգմանեցին Աստվածաշունչը նորից 432 թվականին մինչև 435 թվականին ավարտեցավ։ Եվ ասեմ, առաջին թարգմանությունը, որ Փութանագի թարգմանություն էր ասորերենեն թարգմանած էին, երկրորդականոն քիրքեր քոյություն չունեին անոր մեջ, բայց 70-ից մեջ, քանի որ երկրորդականոն քիրքերը գային, այսինքն Մագապայեցներու քիրքերը, Դոպիտի քիրքը, Իմաստություն Սողոմոնին, Սիրակի քիրքը եւ այլն, անոնք ալ թարգմանվեցան։ Եվ այնքան քերեցիկ թարգմանվեցավ սիրելներ Աստվածաշունչը այս թարգմանիչ հայրաբետներուն կողմէ, որ Լակրոզ քիտնագանը զայն գոչեց թակուհի թարգմանությանց, այսինքն բոլոր թարգմանություններու մեջ, բոլոր լեզուներու թարգմանությանց մեջ թակուհի։ Եվ ասեմ գարտամ ցեզի Սուրբ Գրոց Փնակրակետ եւ Փանասեր Բրուս Մեծգրի խոսքը, դեսեք ինչ կսե հայոց լեզվի թարգմանության մասին, թե Աստվածաշունչ եւ թարգմանվեցավ ինչ կսե։ Ընդհանուր առմամբ հայերեն թարգմանությունը անկերազանցելի է իր ոճական քեղեցկությամբ եւ վերածումի ճշգրտությամբ։ Օդարմն է սիրելներ որ գսե։ Գշարունակե գոչված թարգմանությանց թակուհին, թակուհի թարգմանության Լակրուզին գողմե, անիգա շատ ավելի ուշադրության արժանի է, քան քննապաններ սովորաբար գնձայեն անոր ուսումնասիրության։ Դժբախտաբար սիրելներ, այսօր մենք մեր ժողովրդի մեծ մասը քրապարեն հերույ է եւ այդ քեղեցկությունը չի գրնար վայելել, բայց եկեղեցիներու մեջ այսօր մեր խոսակցական լեզուն կամ եկեղեցական լեզուն շարականներու, ավետարաններու եւ այլն քրապար է, եթե իսկապես քրապար գարտակ գասկնակ թե որքան սկանչելի թարգմանություն կատարած են մեր հայրերը եւ չմոռնակ հայոց այբուբեն ադոր համար գտնվեցավ որբեսի Աստվածաշունչը հայերենի թարգմանվի եւ նաեւ հայոց այբուբենի այդ քյուդը բաժար եղավ որ մենք սիրելներ մեր ժողովուրդը չցուլվի ուրիշ ազգերու մեջ եւ մեր այսքան տարերու ողջ մնալու քախնիկը նաեւ մեր հայոց այբուբենին եւ Աստվածաշունչի թարգմանության մեջ է անորամար հայոց լեզուն անաղարտ բահենք ամենքս սորվինք մեր լեզուն սիրելներ քեղեցիկ ցևով կործածենք քեղեցիկ ցևով խոսենք մեր լեզուներեն մեր լեզվեն հերու բահենք օդար փարերը սպիրկի մեջ ենք ամեն մեկս ալ գիտենք դժբախտաբար
դեղույն աստեցություններ կան, փորձենք որքան կարող ենք հերու մնալ այդ օդարապանություններեն։ Հայաստանի մեջ ռուսապանութենեն, Ամերիկայի մեջ անգլիապանութենեն, Լիբանան, Սուրիայի մեջ արաբական բարերեն, Բարսկաստանի մեջ բարսկերեն բարերեն, այլ խոսքով բահենք անաղարտ մեր հայոց լեզուն եւ երբ իրարու text message-ներ պիտի գրեք, վատկամներ պիտի ուղարկեք, հայերենով գրեցեք սիրելներ, որբեսի մեր լեզուն շարունակվի։ Միայն մենք է որ այդ լեզուն խոսենք, օդարներ չեն խոսիր։ Ուրիշ կանիմը հին թարգմանությանց մասին ալ խոսիմ եւ ավարտեմ։ Եթոբերեն թարգմանությունը։ Եթոբերեն թարգմանությունը, եթոբիացիներու ուրեմն լեզուն է եթոբերենը, 4-րդ դարուն Քրիստոսի յետ սկսավ գդարվել եւ ըստ ավանդության Եթոբիայի հավատքի լուսավորչին, ինչպես մեր հավատքի լուսավորիչը Սուկրիկո լուսավորիչ է, այնպես ալ եթոբիացիներուն ուրեմն հավատքի լուսավորիչ եղավ եւ առաջին իրենց եպիսկոպոսը Ֆրումենդիոսը, որ ինքը սիրելներ Ալեքսանդրիո նշանավոր Սուրբ Աթանասի աշակերտ եղած է եւ ինքն է որ Եթոբիո մեջ լուսավորեց քրիստոնեական հավատքը։ Եվ ըստ ավանդության ուրեմն ինքն էր որ թարգմանեց եթոբերենի, իսկ ուրիշ ավանդությունը եթոբերեն գսվի որ ինը ուրեմն ասորի միապնակ վանականներ եւ որ Քարգետոնի ժողովենի հետ փախան թեպի Սուրիայեն փախուստվին հասան Եգիպտոսեն կացին Եթոբիա եւ այնտեղ թարգմանեցին հին գդագարանը եւ հին գդագարանի թարգմանությունը հիմնականի մեջ դարձյալ գդարվեցավ 70-նից թարգմանութենեն եւ ոչ թե եբրայական բնակրեն։ Հետաքրքրական է, եթե այսօր Եթոբիո եկեղեցվո Աստվածաշունչը առնեք, մոտավորապես անոնք գտնունին սիրելներ 88 քիրքեր, ամենեն շատ քիրք ընդունող Աստվածաշունչի քիրքեր ընդունող կանոն ունին իրենք, շատ հետաքրքրական կերպով։ Օրինակ, անոնք բացի կանոնական 39 քիրքերեն 5 դագարանի, երկրորդականոն քիրքեր գտնունին, բայց երկրորդականոն քիրքերեն օրինակ չեն ընդունիր մագապայեցներու քիրքերը, բայց մագապայեցներու քիրքերեն զատ գտնունին սիրելներ ուրիշ տեսակի քիրքեր, դարբեր քիրքեր, ինչպես Ենովքի դեսիլքը, Ենովքը այն ուրեմն նահաբետն էր, որ Աստուծո հետ երկինք բարձացավ, Հոփելյաններ գոչված քիրքը, Եզրասի 4-րդ քիրքը եւ ուրիշ քիրքեր, եւ նաեւ սիրելներ նոր գդագարանի բարակային, հետաքրքրական է որ անոնք նոր գդագարանը բոլոր եկեղեցիները գտնունին 27 քիրքեր, եթոբիացիները գտնունին հավելյալ 8 քիրքեր, հետևաբար 27-ի փոխարեն 35 քիրքեր։ Հետևաբար անոնք նաև ոչ կանոնական բարականոն քիրքեր ալ գտնունին իրենց եթոբիական աստվածաշունչին մեջ։ Քոթերեն թարգմանությունը, քոթերենը սիրելներ հին քերմաներեն էր։ Հին քերմաներենը Դանուբ գետը եզերող երկիրներու քոթերուն համար թարգմանված է 4-րդ դարու գեսերուն Քրիստոսե յետ եւ անիգա թարգմանվեցավ իրենց արաքյալ Ուլֆիլասի գողմե 387 թվականին եւ անիգա ինչրավ քոտագան այս Ուլֆիլասը սիրելներ եպիսկոպոս էր, ինքը Աստվածաշունչը որբեսի հասցներ Դանուբ գետի եզերող քոթերուն ժողովուրդներուն ելավ հունարեն այփուփենը արավ եւ քոտագան լեզվին հարմարցուց եւ Աստվածաշունչը թարգմանեց որբեսի այդ վայրակ ժողովուրդները քրիստոնյա դառնային։ Այսօր այդ թարգմանութենեն հին գերմաներեն թարգմանութենեն քիչ բաներ հասած է մեզի, բայց բադարիկներ կան։ Վրացերեն թարգմանություն։ Վրաստանի այփուփենը ով հնարեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց սիրելներ, երբ հայոց այփուփենը հնարեց, ատկեվերջ վրացիներն ալ խնդրեցին, որ իրենց համար ալ այփուփեն հնարե եւ 5-րդ դարու
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի որ հայրեն վրացերեն դարերը հնարեց իրենց համար, անոնքալ Աստվածաշունչը հայերեն թարգմանության վրայեն թարգմանեցին վրացերենի։ Վերջը դարբեր աղբյուրները արին եւ ամբողջացուցին իրենց սիրելներ Աստվածաշունչի թարգմանությունը։ Արաբերեն թարգմանություն։ Ասեմ որ քրիստոնեական շատ գանուխ ժամանակներուն արդեն Արաբիայի մեջ արաբներուն մոտ քրիստոնեությունը սկսած էր դարածվիլ եւ Աստվածաշունչնալ սկսած էր դարածվիլ, բայց ուշ 8-րդ դարուն էր որ առաջին արաբերեն թարգմանությունը կատարվեցավ։ Եվ ասեմ որ արաբերեն թարգմանվեցան եւ 5 դագարանի քիրքերը եւ հрьяաներ իրենքալ Աստվածաշունչը թարգմանեցին իրենց 5 դագարանը, այսինքն թարգմանեցին արաբերենի, որովհետեւ Արաբիայի մեջ բազմաթիվ հрья վաճառականներ գաբեին եւ արդեն արաբերեն գխոսեին սիրելներ, մանավանդ առաջին հնկամադյանը թարգմանեցին սամանական թարգմանության վրայեն, քան թե մասորական թարգմանության վրայեն, հետեւաբար առաջինը գդարեց 10-րդ դարուն հрьяամը Սաիդիա Գաունի անունով, իսկ նոր գդագարանի բարակային 724 թվականին Հովանես եպիսկոպոսի կողմէ թարգմանվեցավ Սևիլիայի մեջ, Իսպանիայի մեջ արաբերեն թարգմանությունը նոր գդագարանին։ Սլավոներեն թարգմանությունը, ուրեմն սլավոներեն լեզուն գիտեք որ երկու եղբայրներ իրենք Գյուրեղը եւ Մեթոդիոսը իրենք է որ 9-րդ դարուն սլավներու մեջ քրիստոնեությունը դարածեցին եւ այդ ժամանակ քանի որ սլավոներենը ճուներ դար Գյուրեղը ինք ելավ հարմարցուց այնպենքիմը հունարենեն արդված եւ Աստվածաշունչը թարգմանեց սլավեներենի որբեսի այդ շրջաններու մեջ ապրող բոլոր այդ ժողովուրդները քրիստոնյա դարձնեին այս երկու եղբայրները Գյուրեղը եւ Մեթոդիոսը եւ իսկապես հաջորդող տարերուն զանազան խմբակրությանց ենթարկվեցավ այս սլավերեն թարգմանությունը Աստվածաշունչի բոհեմական, բուլգարական, խրվատական, մագետոնական, ռուսական եւ սլովենական բարբարներուն, որբեսի այդ շրջաններու ժողովուրդները քրիստոնեությունը ընդունեին։ Եվ սլավոներեն թարգմանությունը սիրելներ գդարված է 70-ից թարգմանութենեն, բայց 18-րդ դարուն էր որ եբրայական թարգմանության եբրայական բնակրին վրայեն անիգա վերստին թարգմանվեցավ։ Ասեմ որ գարկմը սլավոնական եկեղեցիներու մեջ դակավին գբահվի այս սլավեներեն բարբարով թարգմանված Աստվածաշունչը, բայց ժողովրդին կողմէ շատ դժվար հասկանալի է։ Սիրելներ, հավասիկ ցեզի ներկայացուցի ամենեն հին թարգմանությունները Աստվածաշունչին։ Ես վաղը ցեզի պիտի խոսիմ եւ վերջինը պիտի լա Աստվածաշունչի այս բաղության վերաբերյալ, ապակային ավելի ուրիշ մանրամասնություններալ եթե հարգելա ցեզի գբատմեմ նոր թարգմանությանց մասին պիտի խոսիմ։ Այս բոլորը գդարվեցավ, այս թարգմանությունները գդարվեցան մեկ նպատակով, որբեսի ժողովուրդը գարթա Աստծո խոսքը եւ հասկանալի լա իրենց Աստծո խոսքին փոխանցումը։ Մենք սիրելներ Փառք Աստծո, մեր եկեղեցվո սուրբ հայրերը մեզի եւ մեր ազգ առաջիններեն եղավ որ Աստվածաշունչը թարգմանեց եւ ահա բացադրեցի ցեզի թե որքան քեղեցիկ թարգմանություն ունեցած ենք։ Այսօր հազար փառք որ դարբեր լեզուներու շարքին նաեւ հայերեն թարգմանությունն ալգա։ Մեր ազգին համար թարգմանություն ունենք։ Բացեք Աստվածաշունչը։ Ընթերցեցեք։ Ձեր հոգին ծարավ թողնա, ինչպես 42-րդ Սամոսը գսե դեր ինչպես որ եղջերուն
վազող ճուրերուն ծարավ է, այնպես ալ ես դեր քու ներգայության քու խոսքից ծարավեմ, Աստծո խոսքին ծարավը լանք։ Միշտ ընթերցենք Աստծո խոսքը, որովհետև Աստծո խոսքը մեր ցերկին մեջ զենք է։ Այս բոլոր բացությունները ցեզի կբատմեմ սիրելներ, որբեսի տեսնեք թե որքան եւ որ ժողովուրդներ հետանոսությունեն դուրս եկան, ուզեցին Աստծո խոսքը իրենց հարազատ լեզվով թարգմանել, որբեսի իրենց ժողովուրդը անմասն չմնար Աստծո սուրբ խոսքերեն։ Եթե եկեղեցվո բոլոր եկեղեցներու հայրերը այսքան չանասիրությամբ թարգմանեցին իրենց հարազատ լեզվով Աստծո խոսքը, մեզի կմնա փանալ զայն եւ ընթերցել։ Հետևաբար, բացեք սուրբ գիրքը, կարդացեք, սորվեցեք եւ դարաձեցեք Աստծո խոսքը, որբեսի մարդոց հոգիները բարիանան եւ բոլոր սարասնինք հավիտենական յանքին։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։